70 միլիոն դրամ վարկով աճեցված վարդերը ոչնչացվում են գյումրեցի ջերմոցատեր Արտակ Հարությունյանի ջերմոցում։ Պատճառը ԵԱՏՄ, այդ թվում Ռուսաստանի կողմից մտցված սահմանափակումներն են։ Հայտնտեսվարողը ստիպված է վաճառել իր 3 ջերմոցն ու բնակարանը պարտքերը մարելու համար։ Ուրիշ տարբերակ չունենք, մենք ոչ միտեղ չկա ինչ որ ուրիշ շուկա կերնեմ հիմա ես, որ ստանեմ իմ եղածս վաճառեմ։ Ներքին շուկայում էլ լճացում է անտանելի, ոչ մի ձևի չեն կարող վաճառել։ Արտակի ջերմոցները ժամանակին Գյումրու առաջատար տնտեսություններից էին, ապահովում էին որակյալ բերք ու աշխատատեղեր։ Ասում է կառավարության սուբսիդավորման մասին ոչինչ չի լսել, ավելին, շուկա չկա, որտեղ կկարողանա վարդերը վաճառել։ Սուբսիդիան են տեցում է, որ ես շուկա կերնեմ։ Ինչ որ 37 դրամ մի ծաղիկի համար, բայց ես որտի շուկա կերնեմ, որ ես տանեմ այդ շուկան ինչ որ բանա Ֆրանսիա ծաղիկ առնի։ Ֆրանսիա ծաղիկը ուղարկելու համար 1 կիլոյի համար $7, այսպես կարգոյում ուզես որ ուղարկես։ Ջերմոցատերը համեմատական է տանում անցյալ տարիների հետ։ Ասում է, երբ իր վարդերն արտահանվում էին Ռուսաստան, գործերը լավ էին ընթանում, շուկան մեծ էր, վաճառքը շատ։ Ստացված եկամուտը թույլ էր տալիս ոչ միայն վարկերը փակել, այլև տնտեսությունն ընդլայնել։ Այդ ծները խամիներին, կիպիներին դուրս մարել, գազ անջատվել, պայքարելով հասցրել են կարունոր, այսօր մի բան դիքավենք, վաճառենք, որ կնանանք այս 3 ամսվա մեջ այլ ծախսեր ենք, պարկեր տանք, մի քիչ մարտավայել ապրենք, այդ է խներից փազվա խզով։ Կառավարությունը պետք է մթերման կայաններ ստեղծի ու օգնի տնտեսվարողին, հակառակ դեպքում բիզնեսի փակումն անխուսափելի կլինի, ահազանգում է Արտակ Հարությունյանը։ Պնդում է, պետությունը եթե խնդրին լուծում չտա, հարյուրավոր տնտեսվարողներ ստիպված կլինեն փակել տարիներով ստեղծած բիզնեսները ու լքել Հայաստանը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։